Բրազիլիայի հավաքականը մինչև հունիս խոստացել է կերպարանափոխվի։ Իրենք կախարդական փայտիկ ունեն, բայց չունեն Հարի Փոթեր։ Ողջույն սիրելի YouTube-ցիներ, շաբաթը հագեցած էր ազգային թիմերի խաղերով։ Դրանցից առնվազն երկուսը խոստացան իրենց գործերը կարգավորել 2-ից 3 ամսում։ Ինչպես միշտ շատ ակտիվ էր նաև դաշտից դուրս։ Այդ ամեն ինչի մասին կխոսենք, հաղորդման վերջում էլ կհայտնենք մեր խաղարկության հաղթողին։ Էնպես որ եկեք այն կախարդական մասը արագ ավարտենք ու սկսենք։ Experto laicus, Wingardium Zangakus, Lotus subscribus. Avada Kedavra. Կներեք։ Դիեգո Կոստան մեր թիմի դարպասապահն է Դանիայի դեմ դիմակայության առաջին խաղում փայլելու համար։ Այդ խաղը Պորտուգալիայի համար վերջին տարիների երևի ամենավատն էր։ Դանիացիները բազում հարվածներ կատարեցին, եւ եթե չլիներ Կոստայի կոշտ ձեռքերը, ապա Ռոնալդուն հաստատ առանց ազգերի լիգայի կմնար։ 7 սեյվ, որոնցից ամեն մեկը մի հատ սու արժեր։ Մեր թիմի աջ պաշտպանը Ռիս Ջեյմսն է, որը կամաց սկսում է արդարացնել։ Ճիշտ է, Չելսիում դեռ չի արդարացնում, բայց հավաքականի կազմում երկու լավ խաղ անցկացրեց, իսկ այս տուգանայինից կատարած հարվածն ուղղակի շքեղ էր։ Կենտրոնական պաշտպանը Էնցո Ֆերնանդեսն է, որը գործում դեր ունեցավ արգենտինական խրախճանքին։ Լատինամերիկյան գլխավոր դերբին Արգենտինայի եւ Բրազիլիայի միջև վերջին տարիներին Մեսսիենց կողմն է։ Այս անգամ Մեսսին չկար, բայց կար Էնցոն, որը հրաշալի էր կատարում իր բում պարտականությունները, մի բան էլ ժամանակ ունեցավ ու գոլի հեղինակ դարձավ։ Այս խաղից դեռ կխոսենք։ Իսկ ձախից խաղա Նեկո Վիլյամսը, Նոթինգեմի ֆուտբոլիստը, շատ լավն էր Ուելս Հյուսիսային Մակեդոնիա խաղում։ Խաղի հիմնական 90 րոպեն ավարտվել է 0-0 հաշվով, նաև մեր ձախ պաշտպանի ուժերի շնորհիվ նա մենապայքարներում շատ լավն էր, 6 սահանգում է կատարել, մի խոսքով իրեն չէր խնայում, իսկ ընդհանուր խաղն ավարտվեց 1-1 հաշվով, որը Հյուսիսային Մակեդոնիայի օգտին էր։ Պաշտպանների դիմացից որպես հենակետային կխաղա Հական Չալխանօղլուն, որը շարունակում է բարձր մակարդակ ցույց տալ։ Միակ բանը այս ֆուտբոլիստի մոտ, որ միշտ բարձր մակարդակի վրա է, դա փոխանցումների ճշգրտությունն էր։ Հունգարացիների դեմ խաղը բացառություն չէր։ Նա կազմակերպում էր բոլոր գրոհները եւ դրանցից 3-ն ավարտվեց գոլով, որոնցից մեկն էլ հենց ինքը եզրափակեց։ Ջանիս Կոնստանտելիասը մեր կենտրոնական կիսապաշտպաններից է, որովհետև ուղղակի հրաշալի էր շոտլանդացիների դեմ խաղում։ Ազգերի լիգայի A դիվիզիոնում մնալու համար Շոտլանդիան առաջին խաղը հաղթել էր 1-0 հաշվով, բայց պատասխան խաղում Զևսի հայրենակիցները խփեցին 3 գոլ եւ այդ գործում շատ մեծ դեր ունեցավ մեր կենտրոնական երիտասարդ կիսապաշտպանը, դառնալով գոլի հեղինակ եւ 2 անգամ էլ օգնեց խաղընկերներին։ Հույները A դիվիզիոնում են։ Կիսապաշտպանության ձախից կգործի Տրինկաուն, որը փոխարինման մտնելու մաստեր կլաս ցուցադրեց։ Դանիայի հետ պատասխան խաղի մինչև 80-րդ րոպեն խաղի հաշիվը 2-2 էր, որը դանիացիների օգտին էր, որովհետև առաջին խաղն ավարտվել էր նրանց հաղթանակով 1-0 հաշվով։ Սակայն երկրորդ խաղակեսում, ինչպես ասացինք, մտնում է Տրինկաուն, նախ գոլ է խփում, որը խաղը տեղափոխում է լրացուցիչ ժամանակ, այնտեղ էլ եւս մեկն է խփում եւ հաղթանակ պարգևում իր թիմին։ Ռոնալդուն հաստատ ճակատը պաչել է։ Յոզուա Կիմիխը երկրորդ անգամ անընդմեջ մեր թիմում է, այս անգամ կխաղա կիսապաշտպանության աջից։ Իտալացիների հետ երկու խաղերում գերմանացին ուղղակի անկրկնելի էր։ Պատասխան խաղը գոլային հրավառության ներքո անցավ 3-3։ Կիմիխը նախ հստակ իրացրեց 11 մետրանոցը, հետո էլ գոլային փոխանցումներ արեց Մուսիալային եւ Տիմ Կլեյնդիստին։ Գերմանիան շարունակում է պայքարը, իսկ իտալացիների հակահերոսության մասին դեռ կխոսենք։ Այս անգամ խաղալու ենք 5 կիսապաշտպանով եւ Մարտին Էդեգորը կլինի մեր ենթահարձակվողը ճշգրիտ փոխանցումներ կատարելու համար։ Իսրայել-Նորվեգիա խաղում Մարտինը օգնել է իր բոլոր հարձակվողներին գոլի հեղինակ դառնալ։ Սա բարձրաճաշակ ֆուտբոլ է, որը ուղղակի վայելել է պետք։ Այ եթե մեր թիմի խաղը Չարբախ Յունայթեդի հետ նայեք, նույն բանը կզգաք։ Ֆեդատ Մուրիկին մեր թիմի առաջին հարձակվողն է հետ-տրիկի հեղինակ դառնալու համար։ Իսլանդացիների դեմ խաղում Մայորկայի հարձակվողն ուղղակի անկասելի էր։ Նրա 3 գոլերը օգնեցին Կոսովոյին հաղթել 3-1 հաշվով։ Նրանք կխաղան B դիվիզիոնում, իսկ ամռանը Հայաստանի հավաքականը ընկերական խաղ կունենա նրանց հետ։
Մուրիքի հետ զույգ կկազմի Մայքլ Օլիսեն, որը ֆրանսիացիներին հաղթանակ բերեց Խորվաթիայի դեմ խաղում։ Առաջին խաղում խորվաթները անակնկալ 2-0 հաշվով հաղթանակ տարան։ Ահա պատասխան խաղում Օլիսեն առաջին գոլը խփեց եւ գոլային փոխանցում կատարեց Ուսման Դեմբելեին եւ խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, ապա 11 մետրանոց հարվածաշարում ավելի հաջողակ գտնվեցին ֆրանսիացիները ու շարունակում են պայքարը ազգերի լիգայում։ Մեր թիմը կգլխավորի Թոմաս Տուխելը, որը հրաշալի 2 մեկնարկային խաղ ունեցավ Անգլիայի գլխավոր մարզչի դերում։ Խփած 5 գոլ, բաց թողած 0։ Կարծես թե գերմանացին գտել է Անգլիային ֆուտբոլ խաղացնելու ձևը։ Պորտուգալիայի հավաքականը Դանիայի հետ առաջին խաղում պարտվել էր, այն էլ ինչպես էր պարտվել։ Այս խաղից հետո Ռոնալդուն ջղայնացած կոչով հանդես եկավ։ Առաջին խաղում ես վատ խաղացի, մեր ամբողջ թիմը վատ խաղաց, սակայն սա դեռ վերջը չէ։ Կոչ եմ անում բոլոր պորտուգալացիներին լինել մեր կողքին, որպեսզի գլուխներս բարձր հեռանանք Ժոզե Ալվալադե ստադիոնից։ Ու այո, նրանք գլուխները բարձր հեռացան ստադիոնից, ուղղակի Ռոնինը կիսակախ էր։ Բայց կարևորը, նա կարողացավ մոտիվացնել իր կրտսեր ընկերներին ու իրենք շարունակում են պայքարը։ Հալալա։ Ուղղակի Ռոն ջան, էդ ինչ պենալ խփելու ձև անգեր։ Ամեն դեպքում Ռոնին հնարավորություն ունեցավ ցուցադրել իր օրիգինալ սույն։ Նեյմարը չկար, դրա համար էլ սենց եղավ։ Կասեն ձեզնից շատերը, բայց դրանից իրականությունը չի փոխվի։ Արգենտինային պարտվելը սովորություն է դարձել բրազիլացիների մոտ, բայց սենց պարտվել վաղուց չէր եղել։ Արդեն 3-րդ րոպեին Խուլիան Ալվարեսը բացեց խաղի հաշիվը։ Էնսոյի գոլի մասին արդեն խոսեցինք։ Մեկական գոլ էլ խփեցին Ալեքսիս Մակալիստերն ու Ջովանի Սիմեոնեն։ Իսկ բրազիլացիների արցունքները մի պահ կտրեց Մաթեուս Կունյան։ Այս ամենը բերեց նրան, որ Մարտինեսը սկսի սենց լկստվել։ Իսկ բրազիլացիների ավագ Մարկինյոսը խոստացավ, որ նման բան էլ չի կրկնվի։ Նրանք կկարգավորեն գործերը մի քանի ամսում։ Այնինչ եղավ այստեղ չի կարող կրկնվել։ Լավ, եկեք մի պահ վերադառնանք խաղից առաջ, երբ Ռաֆինյան հարցազրույց էր տալիս։ Մենք կհաղթենք նրանց թե դաշտում, թե դաշտից դուրս։ Կարճ ասած, կշինենք նրանց տուգանային հրապարակում։ Վերջին 2 բառը ես եմ ավելացրել, բայց մնացածը բառ առ բառ զուլալ ճշմարտություն է, որը դուրս է եկել Ռաֆիկի բերանից։ Դրա համար էլ արգենտինացիները խաղից հետո Մարտինեսի գլխավորությամբ սկսեցին սիրել Ռաֆոին։ O repórter cinematográfico Marcelo Bastos trouxe aí o Rafinha da sair de campo. O Dibu vai lá e dá aquela o Dibu não queria dar não, né, Ricardinho? Imagina, né? Não, lógico que ele Claro foi que para queria. acertar o Rafinha, é lógico. Isso é evidente. Para que ele vai sair lá do gol? Իրականում պետքա գոհ լինի, որ Մարտինեսը իրականում չի սիրել, հաստատ անող է։ Ուղղակի ես մտածում եմ, որ այս ամեն ինչը Ռաֆինյայի վրա շատ վատ կանրադառնա։ Նա ծաղրի առարկա է դարձել։ Մյուս կողմից էլ բրազիլացիների գլխավոր մարզիչ Դորիվալ Ջունիորը ձեռից գնում է։ Ու սա այն դեպքում, երբ Մեսին չկար։ Իդեպ, հիշում եք, մի քանի թողարկում առաջ պատմում էինք, որ Լոգան Փոլը արգենտինացուն մարտահրավեր է նետել։ Մեսին պատասխանել է, բայց թիկնապահի բերանով։ Լսի Լոգան, մարդիկ ինձ շատ են հարցնում քո մարտահրավերի մասին։ Հիմա ես եմ քեզ մարտահրավեր նետում։ Արի անենք դա մարդկանց համար։ Հոп, չելենջը ախր Մեսին էր ուղված։ Ինքը ինչի է պատասխանում։ Ես լուրջ արդեն մտածում եմ, որ անգամ կնոջից է պաշտպանում, գիշերը անկողնու մոտ, կիսատկլոր։ Ապեր ուշադիր եղի, շատ պաշտպանելուց կարող է ազարտի ընկնի։ Եկեք արագ ծանոթանանք առաջիկա շաբաթվա խաղերին, դրանից հետո Լամին Յամալ Վանդերվարտ մենամարտն է Հայաստանի հակահերոսությունն ու Տրենտի տեղափոխությունը։
Բաց չթողնեք։ Ապրիլի 1-ին Անգլիայի Պրեմիեր լիգայի շրջանակում կհանդիպեն Ֆուլհեմը Արսենալի հետ, Նոթինգեմ Ֆորեսթ Մանչեսթեր Յունայթեդ, ինչպես նաև կկայանան Իտալիայի եւ Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչ պատասխան խաղերը Էմպոլի Բոլոնիա, Իտալիայում Մադրիդի Ռեալ Սոսիեդադ Իսպանիա։ Ապրիլի 2-ին Լիվերպուլ Էվերթոն դերբին կլինի։ Իտալիայի, Իսպանիայի գավաթային մյուս խաղերը Իսպանիայում Ատլետիկո Բարսելոնա, իսկ Իտալիայում Միլանյան դերբի Ինտերի եւ Միլանի միջև։ Ապրիլի 5-ին Լա Լիգայում ահեղ Բետիսը Անտոնիի գլխավորությամբ հյուր կգնա Բարսելոնային ու Ասերիայում Միլանը կընդունի Ֆիորենտինային։ Ֆրանսիական Մակդոնալդս լիգայում էլ Լիլը Լիոնի հետ կխաղա։ Ապրիլի 6-ին Մանչեսթերյան դերբի Յունայթեդի ու Սիթիի միջև։ Իհարկե, Իսպանիան կարողացավ դուրս գալ ազգերի լիգայի խաղարկության քառորդ եզրափակիչ 11 մետրանոցների շնորհիվ։ Խաղը շատ հետաքրքիր էր, բայց պակաս հետաքրքիր չէր դաշտից դուրս։ Հոլանդացի հայտնի ֆուտբոլիստ Ռաֆայել վան դեր Վարտը կարծիք հայտնեց դիմակայության մասին խաղից հետո։ Յամալի մոտ տեսնում եմ բաներ, որոնք ինձ անհանգստացնում են։ Ահավոր շատ կախված շորտեր, քիչ ջանքեր է գործադրում ու անհասկանալի ժեստեր ունի դաշտում։ Արա հա, վերջապես մեկը խոսեց դրա մասին։ Օրինակ, էս ի՞նչ է։ Նես տպավորությունը ոնց որ եթե կնճիթը չլինի, շալվարը հակից ընկնելու է։ Հիմա կասեք իրա ոչն է, հարց չկա, բայց այդ ոչից շատ վատ հոտ է գալիս։ Ինչևէ, հիմա դուք կմտածեք, թե այս հայտարարությունը այդպես անհետևանք անցավ, բայց ոչ։ Յամալը նախ հերթական շեդևրը արարեց Հոլանդիայի դեմ խաղում։ Հետո story Instagram-ում, որտեղ ասում է. «Մինչև հոգու խորքը իջեցրած շորտեր, գոլ, չիրացրած 11 մետրանոց, ազգերի լիգայի կիսաեզրափակիչ։ Յուհու!» Իսկ Վան դեր Վարտը ասաց, որ պետք չէ իր խոսքերը շատ ծանր ընդունել։ Ինչևէ, ուզում եմ ասել, որ ես կիսում եմ հոլանդացի նախկին ֆուտբոլիստի կարծիքը։ Արդեն ուրվագծվում են բնավորության այնպիսի գծեր, որոնք կարող են խանգարել Յամալին։ Ու խնդրում եմ, արա, եթե մեկդ լսում եք, ասեք, որ այդ շալվարը քաշի վերև, ոնց որ քաքածլնի տակը։ Արդեն հայտնի է, որ Տրենտ Ալեքսանդր Արնոլդը համաձայնեցրել է պայմանագիրը Մադրիդի Ռեալի հետ։ Այս թեմայով շատ չենք խորանա, ավելի լավ է թող ինքը անկեղծորեն խորանա։ Թվում եմ Ռեալ տեղափոխվելու առավելությունները։ Իսպանիայում տաք է։ Լավագույն ընկերս ընդեղ է խաղում։ Լա լիգայում տեխնիկաս լիարժեք կարամ օգտագործեմ, աշխատավարձը բարձր է։ Այդքանը հերիք չի, էլի ասեմ, այնտեղ եգիպտացի չկա։ Դուք տեսել եք Ռեալի նոր լրագրողին, հեսա կտեսնեք, ընենց գնդակներ ունի, որ դաժե Adidas-ը չի արտադրում։ Մի խոսքով Հելա Մադրիդ։ Լիվերպուլում ծնված, մեծացած, կայացած ու ինչ որտեղ նաև հաբրգած ֆուտբոլիստին լավով չեն հիշելու ֆաները, հատկապես եթե մի օր վերադառնա Էնֆիլդ որպես մրցակից։ Ես անգամ պատկերացնում եմ, թե ինչ են երգելու տրիբունաներից։ You are going walk alone, դեբիլ։ Քանի անգամ եք տեսել, որ դարպասապահը գա մրցակցի տուգանային հրապարակ իր թիմին փրկելու նպատակով։ Ես շատ եմ տեսել, բայց նրանցից մատների վրա կարելի է հաշվել, թե ովքեր են հաջողել։ Այդպիսիներից է Լեռնային Արցախի դարպասապահ Արման Ղուկասյանը, ով եկավ, խփեց, հերոսացավ ու փրկեց իր թիմին պարտությունից։ Պարզվում է, Պաղեստինում բացի պատերազմը ֆուտբոլ են խաղում։ Ուղղակի շատ հազվադեպ են հաղթում, բայց Իրաքի դեմ խաղը պատմական էր, որովհետև հաղթանակը կերտվեց 97-րդ րոպեին։ Ռոմելու Լուկակուն հերոսացավ Բելգիայում, դառնալով կիսաշրջադարձ հարվածով գոլի հեղինակ։ Now De Bruyne lifted high towards Lukaku. Բացի դա եւս մեկ գոլ խփեց ու Ուկրաինան մնաց B դիվիզիոնում, չնայած առաջին խաղը հաղթել էր։ Իսկ բելգիացիները մնում են էլիտ չնայած ներքին կուխնյայի փնթի վիճակին։ Ռաուլ Խիմենեսը այս շաբաթ ցույց տվեց Ռոնալդուին, թե ինչպես են իրացնում 11 մետրանոցը։ Այս գոլով Մեքսիկան հաղթեց կոնկակաֆի գավաթը, Խիմենեսը դարձավ մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ ու ստացավ արծաթե գնդակը։
Ասում եմ արծաթե, միլիացի վայ։ Խորվաթիայի հավաքականը դուրս մնաց ազգերի լիգայի պայքարից, չնայած կարող էր շարժվել առաջ, բայց Լուկա Մոդրիչը չի հուսահատվում եւ հայտարարություն է արել, որը կուրախացնի Ռեալի ֆաներին։ Ես մի քանի անգամ ասել եմ, որ ցանկանում եմ կարիերաս ավարտել Ռեալում, դա երազանք է, բայց մրցաշրջանի ավարտին դեռ շատ կա ու ես չեմ ցանկանում շտապել որոշում կայացնելիս։ Ես շատ երկար էի մտածում հասկանալու համար, թե որն է այս տղայի երկարակեցության գաղտնիքը ու հասկացա մի պարզ ճշմարտություն։ Ծանոթացեք, Մարիա Առիգինին է, Մադրիդի Ռեալի մամուլի ծառայության նոր աշխատակիցը։ Նա ֆուտբոլիստների հետ Ռիլ Միլա նկարում։ Հավաքականում Իվանան, Ռեալում Մարիան։ Այշուն։ Կիմիխը հիմարեցրեց Դոնառոմային ու իտալացի պաշտպաններին, որոնք մեր առաջին հակահերոսներն են։ Ազգերի լիգայի փլեյօֆը ավարտվեց իտալացիների համար, բայց ձախողումները այդպես էլ չեն ավարտվում այս հավաքականում։ Կիլիան Մբապեն ու Վինիսիուսը հնարավոր է չմասնակցեն Մադրիդի Ռեալի առաջին խաղին Արսենալի դեմ։ Ատլետիկոն վերջը իր վատությունը արել է թշնամու հանդեպ։ 1-8 եզրափակչի պատասխան խաղից հետո ատլետները բողոք են ներկայացրել Մբապեի, Վինիսիուսի, Ռուդիգերի եւ Սեբալյոսի վայրենի ժեստերի համար։ Նշվում է, որ ֆուտբոլիստները հաղթանակը տոնելիս նման ժեստերով են աչքի ընկել, ինչի համար UEFA-ն հետաքննություն է սկսել։ Եթե հաստատվի մեղադրանքը, ապա ֆուտբոլիստները չեն մասնակցի Արսենալի դեմ առաջին խաղին։ Շաբաթվա գլխավոր հակահերոսը իհարկե Հայաստանի հավաքականն է, ցավալի է, բայց դե։ Խաղից խոսելն անիմաստ է, ուղղակի մի նկատառում։ Ոնց է հնարավոր, որ ընդամենը 1.5-2 տարի առաջվա թիմը, որը հավասարի պայքար էր մղում Թուրքիայի հետ, հիմա այս վիճակում է։ Ամեն դեպքում խաղերի շուրջ հետաքրքրական իրադարձություններ եղան, որոնց կուզեմ անդրադառնալ։ Երևանյան խաղից հետո Հայաստանի վարչապետը եւս մեկ անգամ ապացուցեց, որ ինքը ժողովրդի ծոցից դուրս եկած է, ուղղակի վրաց ժողովրդի։ Ես շատ եմ ուզում հավատալ, որ նա ուղղակի շփոթել է հանդերձարանը, թե չէ ինչի ամենայն հայոց վարչապետը պետք է գնար ու շնորհավորեր կիսատկլոր վրացիներին, որոնք մի քանի րոպե առաջ 3 գնդակ են ուղարկել մեր Հայաստանի հավաքականի դարպասը։ Ու ոնց կարա ֆուտբոլիստը դրանից հետո գնա 45,000 վրացիների շրջապատում նորմալ ֆուտբոլ խաղա։ Պատասխան խաղից հետո Հարոյանը մի քանի ֆուտբոլիստների հետ մոտեցավ երկրպագուներին եւ նրանց միջև տեղի ունեցավ զրույց, որից հետո ումից է դժգոհ, բախտից, երկրպագուներից, ինքն իրենից, թե ղեկավարությունից, որը խոստացավ մինչև հունիս կերպարանափոխվել, թե ինչպես է դա հնարավոր, ոչ ոք չիմացավ։ Դե ինչ եկավ պահը մեր խաղարկության հաղթողին բացահայտելու, եւ այդ օգտատերն է Կար Հակոբյանը։ Բոլորն էլ լավն էին, ուղղակի Կարինը մեզ ամենաշատը դուր եկավ։ Խնդրում ենք կապվել մեզ հետ Instagram-ի միջոցով մնացած մանրամասները պայմանավորվելու համար։ Իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս ու ուզում եմ ասել, որ եթե ուզում եք մասնակցել մեր ապագա խաղարկություններին, անպայման բաժանորդագրվեք ու զանգակեք։ Դե ինչ, լավ եղեք, առայժմ։